Ժորժան, ըստ THARM հրապարակված միջազգային ռեյտինգի, աշխարհում ադրբեջանական բանակը գտնվում է 60-րդ տեղում, իսկ հայկական բանակը 101-րդ տեղում։ Խոսքը գնում է հնարավորությունների մասին, տեխնիկական առումով, զենքերի առումով, զինտեխնիկայի առումով, հա, ռազմավարության, թե չէ մեր տղեկի դուխի վրա հանկարծ որևէ մեկը չկասկածի։ Փառք մեր հերոսներին եւ մեր բանակին։ Բայց տեսեք, հա, խոսքը ինչի մասին է։ Ինչու է ադրբեջանական բանակը շարունակում զինվել, ռազմական բյուջեն մեծացնել եւ այլն, եթե խաղաղություն է, եթե Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղություն։ Այս ամենակարևոր հարցն է։ Ու այդ ինչ խաղաղություն է, հա, հիմա չեն կրակում, բայց այս խաղաղությունը որքան պետք է երկարաժամկետ լինի եւ որոնք են հիմքերը խաղաղության։ Իսկ արդյոք այս խաղաղությունը չի տանում մեզ դեպի օրինակ կապիտուլյացիա մոտ ապագայում։ Ինչու եմ ասում, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարը անընդհատ պահանջներ է նոր առաջ քաշում։ Խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, իդեպ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը եւ առհասարակ Իլհամ Ալիևը ինչեր ասում, մենք լսում ենք Երևանը դա Ադրբեջանն է, Սևանը Ադրբեջանն է, Հայաստանը առհասարակ Արևմտյան Ադրբեջանը։ Բա մենք ինչ երաշխիքներ ունենք այսօր։ Չունենք դաշնակիցներ, չունենք երաշխավորողներ, չունենք այնպիսի հնարավորություններ, որոնք կարան իսկապես բալանս ապահովեն մեր ու Ադրբեջանի միջև տեխնիկական առումով եւ այլն։ Այս սրանք բոլոր հարցեր են։ Եվ ուզում եմ ձեզ հարցնեմ, այս խաղաղությունը որքան կարող է շարունակվել։ Արդյոք սա երկարաժամկետ խաղաղության կարա բերել, թե կարող է բերել նոր կապիտուլյացիայի։